1910 թվականին ծանր հիվանդությունից մահանում է Մանթաշովի կինը։ Կենսախինդ ու մարդամոտ աղան դառնում է մռայլ ու մենակյաց։ 1911 թվականի գարնանը, երբ Մանթաշովն առևտրային գործերով Պետերբուրգում էր, նրա առողջական վիճակը բարդանում է, երիկամները հրաժարվում են գործել։ Օրեր անց մեծ հայորդին կնքում է իր մահկանացուն։ Նրա մարմինը Թիֆլիս է հասնում ապրիլի 24-ին, որտեղ հայությունը 6 օր շարունակ սգում է բարերարի վախճանը։ Ապրիլի 30-ին փառավոր մի հոգեհանգստով Մանթաշովի մարմինն ամփոփվում է Թիֆլիսի իր իսկ կառուցած հայկական մայր եկեղեցու բակում։ Հուղարկավորությանը մասնակցում էր բազմահազարանոց թափոր, 24 քահանա, կառքերի առջևից տանում էին 170 պսակ։ 1938 թվականին Լավրենտի Բերիայի հրեշավոր կարգադրությամբ Թիֆլիսի հայկական մայր եկեղեցին հողին է հավասարեցվում։ Ոչնչացվում են նաև Մանթաշովի ու այնտեղ թաղված այլ անվանի հայ գործիչների գերեզմանները, սակայն Ալեքսանդր Մանթաշովի անունը ոչ ոք չի կարող ջնջել հայ ժողովրդի նվիրական հիշողությունից ու նրա պատմության լուսավոր էջերից։